Հրապարակը գրում է. վաղ շաբաթում 3 տեղի ունեցած խուզարկությունների և 10 հոգու ձերբակալության քավորը Թերթի աղբյուրի նորընտիր համայնքապետ Գիշտի Մեխակյանն է։ Ավագանու ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի թիմակիցների ձերբակալության հիմքում թեպետ դրել են նոյեմբերի 16-ի ընտրություններին մարդկանց ուղղորդելու մեղադրանքներ, սակայն պարզ է, որ նախընտրական բռնաճնշումներ են սկսել ընդդիմության աչքը վախեցնելու նպատակով։ Ասում են Մեխակյանն է ղեկավարությանը համոզել, որ հիմիկվանից պետք է զբաղվել ընդդիմադիրներով, թույլ չտալ, որ ընտրություններին ընդառաջ ակտիվանան, պետք է բնում խեղդել ամեն ակտիվություն և ինքն էլ է գործի անցել համայնքից ընդդիմադիրների հետևից է ընկել, պահակից մինչև ուսուցիչ, հայտնաբերում է և հարցեր է լուծում։ Թերթի տեղեկություններով Սևակ Խաչատրյանի առաջ կուսակցությունը մտնելու է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի մեջ ու նաև սա է ձերբակալությունների պատճառը։ Հրապարակը գրում է. Սամվել Կարապետյանի հիմնածուժը կոչվելու է Ուժեղ Հայաստան, բայց վարչապետի թեկնածուի հարցում թիմը դժվար ընտրության առաջ է կանգնած։ Ըստ ամենայնի կհայտարարեն, որ դեֆակտո ղեկավարը Սամվել Կարապետյանն է, որն օրենքով վարչապետի թեկնածու առաջադրվելու իրավունք չունի, քանի որ երկքաղաքացի է, իսկ դե յուրե թեկնածուն կլինի նրա եղբորորդին Նարեկ Կարապետյանը։ Մեր ձևովում հասկանում են, շարժումը ստեղծվել է Սամվել Կարապետյանի անձի շուրջ։ Նա է այսպես ասած գլխավոր հերոսը և հանրությունն ակնկալում է նրա անմիջական մասնակցությունը իշխանափոխությանը, բայց եթե նրա թեկնածությունն առաջ բերելն այս փուլում անհնարին է, իրենց ուժի հաղթանակից եւ օրենսդրական փոփոխություններից հետո կդառնա հնարավոր։ Երեկ կայացավ կուսակցության հիմնադիր համագումարը, նախագահ ընտրվեց Սամվել Կարապետյանը։ Տեղեկություններ տարածվեցին, որ վարչապետի թեկնածուն էլ է Սամվել Կարապետյանը, իսկ այսօր մարզահամերգայինում կուսակցության պրեզենտացիայի ժամանակ կհայտարարվի վարչապետի իրենց թեկնածուի անունը։ Ժողովուրդը գրում է. քաղաքական գզվռտոցի արդյունքում հայ-ռուսական հարաբերությունները հայտնվելու են երերուն սյուների վրա, սակայն վերջերս քաղաքական նպատակահարմարությունից ելնելով տարբեր հանդիպումներ են տեղի ունենում ռուսների հետ։ Մեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ընդունելություն անցկացնում, մեկ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն է մեկնում Մոսկվա։ Սիմոնյանը Ռուսաստանին համարեց եղբայրական ազգ և չստացավ ոչինչ, իսկ Նիկոլ Փաշինյանը սեփական հարկի տակ ընդունեց գործարար Վլադիմիր Եվտուշենկովին և արժանացավ թանկարժեք նվերի։ Գործարարը Փաշինյանին նվիրել է 400,000 դրամ արժեքով թեյի սպասքի հավաքածու երկնագույն պսակ, պատրաստված գժել ասոցիացիայի կողմից, եզակի օրինակով, բարձրագույն ճենապակուց, ոսկեզոծ։ Եթե նախատեսված նվերի արժեքը գերազանցում է 60,000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն, հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին։ Ժողովուրդը գրում է. ՔՊ պատգամավորին հովանավորում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, իսկ այլախոհներին պատժում նույնական արարքի համար։ 2026 թվականի հունվարի 31-ին ոստիկանության միջոցով ծանոթագրեր են հանձնվել Մայրաթոռի Գերագույն հոգևոր խորհրդի մի շարք եպիսկոպոսների քննչական կոմիտե ներկայանալու համար։ Քրեական վարույթը նախաձեռնվել է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով կապված Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի աշխարհիկ անունով Արման Սարոյանի գործի հետ, այսինքն դատական ակտը չկատարելու համար, բայց նույն արարքը անտեսվում է, երբ խոսքը ՔՊ քարտուղարին է վերաբերվում Արթուր Հովհաննիսյանին, որը 2023 թվականի ապրիլի 4-ին ԱԺ-ի նիստում սպառնացել էր կտրել Ղազարյանի լեզուն եւ ականջները։ Դատարանը պարտավորեցրել է նրան վճարել 1,250,000 դրամ փոխհատուցում եւ հրապարակային ներողություն խնդրել, սակայն ըստ Էդգար Ղազարյանի Հովհաննիսյանը հրաժարվում է ներողություն խնդրել։ Դատական ակտը պարտադիր է կատարման համար, իսկ դրա չկատարումը քրեորեն պատժելի արարք է։ Սակայն այստեղ նկատելի է էական տարբերություն։ Եկեղեցու ներկայացուցիչների դեպքում մի քանի օրում նախաձեռվում է քրեական վարույթ, ընտրվում է խափանման միջոց։ Իշխանական պատգամավորի դեպքում հաղորդումն ուղարկվում է դատախազություն, բայց հանրությունը դեռևս չի տեսնում նույն արագությամբ և նույն խստությամբ արձագանք։ Փաստի տեղեկություններով գործող իշխանությունների հակաօրինական բռնաճնշումները առաջիկայում կարող են նոր թափ ստանալ։ ՔՊ թերթի աղբյուրները փոխանցել են, որ Փաշինյանը ցանկություն ունի ընդհուպ քրեական գործ հարուցել ամենայն հայոց կաթողիկոսի դեմ և փորձել կալանավորել նրան մինչև Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսած ժողովը, այսինքն առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Հայ առաքելական եկեղեցու դեմ գործող իշխանությունները մի քանի դրվագներով են փորձում պայքարել։ Ներկայում որոշակի ճշգրտումներ են անում, բանկերից ստանում են տեղեկություններ,
էր, փորձում եկեղեցուն եւ եկեղեցուն տրված նվիրատվությունները, այդ գումարները փոխանցողներին կապել օտարերկրյա հատուկ ծառայությունների, հատկապես ռուսական ծառայությունների հետ եւ այդ կերպ հիմքեր ստեղծել կաթողիկոսի եւ մի շարք բարձրաստիճան հոգեվորականների դեմ քրեական գործեր, վարույթներ նախաձեռնելու համար, նրանց մինչև եպիսկոպոսատ ժողովը կալանավորելու նպատակով։ Փաշինյանն ինքն էլ է հասկանում, որ սա լրջագույն ու ծանր հետևանքներ է ունենալու իր եւ իր իշխանության համար, բայց եւ այլ տարբերակ չունի եպիսկոպոսատ ժողովը խափանելու ճանապարհին։ Հրապարակը գրում է. խորհրդարանը 3 շուրջ 2 ժամ քննարկեց ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու մասին Հայաստան խմբակցության առաջարկը։ Ընդդիմադիր падգամավորները կարծում են, որ նա խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության եւ սսպվածության պահանջները, քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ-ի հասցեին։ Չնայած կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նկատառումներին, որ իսկապես վարքականոնի խախտում է տեղի ունեցել, ԿՊԱ-ականները 3 անթաքույց պաշտպանեցին Հակոբ Մովսեսին, ըստ էության ցույց տալով, որ թքած ունեն անկախ կոչվող երկու մարմինների՝ ՀՌՀ-ի եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վրա։ Կարևորը, որ այնտեղ աշխատողները ծառայեն Փաշինյանին ու ՔՊ-ին։ Ըստ ամենայնի, իշխող խմբակցությունը վաղը չի մասնակցի փակ գաղտնի քվեարկությանը, իսկ ընդդիմությունը միայնակ բավարար ձայներ չունի եւ ՔՊ-ի սրտի քարոզիչ Հակոբ Մովսեսը կշարունակի իր գործունեությունը։ Պետությունից փող կստանա իբր անկախ հանձնաժողովի անդամ լինելու համար, բայց կշարունակի հարցազրույցներ տալ հօգուտ քաղաքական ուժի եւ անձի։